Шелька султан. Minore mânam Գնացի տակ կապերան հակ է, մրսալա։ Արդեն քանի օր է որ այստեղ եք գիշերում։ Հենգյորի շապ։ Շաբաթ։ Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, Մահապարտների կանանց խորհրդի նախագահ եմ, կամավորական կին եմ, պատերազմի եռակի մասնակից։ Ուղղակի ես խոր ցավ եմ ապրում, որ այս պապիկը այս կարգավիճակում է հայտնվել իր աղջկա անմարկային վերաբերմունքի շնորհիվ, որովհետև ես Վալերի Բարխուդարյանին ճանաչում եմ որպես շատ լավ մարդ, ընկերասեր, ինքը այս շրջապատի հարգանքն է վայելում շուրջ 10 տարի ես ճանաչում եմ իրեն։ Այս ինքը սրան չէր արժանի, որ իր աղջիկը իրեն տնից դուրս է շպրտել։ Տղան անի կասես էլ ինչ որ միտեղ կամ հարսը կասես ընդունել է, բայց երբ աղջիկն է ծնողի հանդեպ նման ձևով վարվում, սա շատ ցավալի է ուղղակի։ Չէ որ այս ծնողներից է, չէ ինքը կյանք ստացել, իրան կյանք են չէ տվել։ Ձեր անուն ազգանունի եւ քանի տարեկան։ Վալերի։ Վալերի Բարխուդարյան։ Աբրամի։ Դուք այս շենքի բնակիչ եք, չէ՞։ Հա, ես 90 թվականից եմ ստա։ Ահա, հետո ոնց եղավ որ դրսում հայտնվեցիք։ Ես ընկել եմ, ես բանս չաթել եմ։ Ահա։ Դաս։ Մի 4 ամիս տունը պահել չի ուզեցել բուժել։ Փող չունի։ Հետո տղաս իմացել է, փողը վարկել է, մնացել եմ ապիացանարը եկել, չի թողում տուգունը, վանչմա միլիցիայի կաշում։ Ասմա դուք այս տանը տեղ չունեք։ Հա, այդ տունը ես եմ ստացել, ես նվերել է, թա ինչ եմ արել բանից, թորլիս եմ տուգել, իրան տղի։ Ինքը միայնակ ապրում ձեր աղջիկը։ Չէ, երկու տղաներն են։ Հիմա դուք հայտնվել եք փողոցում եւ գիշերում եք այս Հա, տեսնում։ Դե նոր ես խամ եկել եմ խմել։ գիշերը։ Հա, ես խամ։ Հալևանեն են եկել տալ։ Իսկ դիմել եք ինչ որ կառույցի պաշտպան, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Չգիտեմ ես ոչ բաց չգիտեմ։ Ես եմ դիմել։ Ես դիմել եմ սոցիալբաժնի պետին, Մալացիա համայնքի։ Գնացեք։ Տիկին Վարդանյանին, Տիկին Վարդանյանը Նորից կասեք ում եք դիմել։ Տիկին Վարդանյանին սոցիալբաժնի պետին մեր Մալացիայի, այո։ Ինքը Արմենիկում տեղավորել է, մի գիշեր այս մարդը մնացել է ընդամենը եւ իրանից գումար են պահանջել։ Քանի որ այս մարդը գումար չունի, ինքը չի կարողացել այդտեղ մնալ, հայտնվել է այսպես փողոցում։ Այսինքն ինքը հիմա որ վիրահատվել է։ Այո։ Հետագայում կարա քայլի գնալ։ Դե առայժմ այս կարգավիճակին է ինքը, այսպես է քայլում, ես հետագայի համար չեմ կարող ասել կկարողանա քայլի թե ոչ, բայց ես ասեմ ձեզ, Տիկին Վարդանյանը փորձում է դեռ օգնել, բայց թե երբ այս մարդը ինչքան կարող է այստեղ մնալ կամ այստեղ մնալ եւ ինչ կարգ է սա, երբ մարդը տունը նվիրատվություն է անում, ուրեմն էլ իրավունքներ չունի այդ տանը, բայց չէ որ ինքը դեռ կենթանի է շատել, որ նվիրատվություն արեն չի պիտի փողոց գցին ասեն, իմ տունն է ինչ կուզեմ, այն էլ կանեմ։ Ես շենքում չեմ բնակվում, ես հայ։ Դուք ճանաչում եք աղջկան։ Աղջկան լսել եմ։ Լսելով ես չեմ ճանաչում, չեմ ուզում ճանաչեմ։ Այ եթե կներեք օրինակը, թեպետ ես չեմ կարենց համեմատեմ նման մարդու հետ, եթե ես այսօր իմ աղջկան որ պատմեցի սենց բան կասում եմ, մամա ասում է, եթե դու իմ տատիկին հանկած տնից աներ, ես քեզ կսպանեի։ Բա թորը ինչ է մտածում, լավ, դուք տղերք եք, չէ, ձեր արյունն է, ձեր պապին է, դուք նրանով եք ապրում, այ այսքան է, մի թորը այսքան է եղել, այստեղ պահել մեծացնում էր, որ աղջիկը գնում էր աշխատանքին, այստեղ հարևանները օտարը ավելի սրտակից է ցավում այս մարդամը կամ իր հարազատները։ Հիմա ես
բոլոր այս հարևաններով կդիմենք մարդու իրավունքների գրասենյակ, որպեսզի կարողանան այս հարցին լուծում տալ, վերջնականապես տեսնենք ինչ է սպասում այս մարդի ճակատագիրը, ինչ ավարտ կունենա եւ կխնդրեի, որ շատ լուրջ վերաբերվեն այս հարցին։ Նույնիսկ եթե պետք է մենք ստորագրահավաքներ էլ կանենք, որ իրոք այս մարդը վատ մարդ չէ, որ ասում են ինչ որ շանտաժ են անում, դանակահանում եւ այլն, դա լրիվ աբսուրդ է, նման բան չկա եւ չի կարա լինի։ Ես դա ոստիկանությանն էլ եմ ասել, որ այս մարդը չի, որ իր ընտանիքի մեջ դանակ անի կամ ինչ որ մի վատ արարք թույլ տա իրան։ Դա շատ հարկված մարդ է։ Բժիշկ մարդ է։ Ինչ որ ավելացնելու բան ունեք, պապի ջան։ Շատ եմ խնդրում, այդ չի բուզում, մրցծվել եմ, այլն է, հավասկանել է հանում։ Ուզում ման գամ, ես չեմ կարել, սա կյանքս ինվալիդ է։ Շատ եմ ուզում ապրեմ։ Կյանքը բան չեմ արել, ոչ իմ բան։ Տները տուվել եմ, ապրեցիք, հետո սա շորից շպրտել է, շոր չունեմ։ Ինչքան շոր ունեմ, ես որը պոմը շոր գնացել է, հետևից դուս եկա սա շորից թապել ներքև, հնե հարևաների սա տեսել։ Եկել եմ տուկլով, և ադանուց դուսում եկել ոչ իմ բանով, հարևաներն են բերել շորը իս տուվել, ես են տուվել, նա են տուվել։ Եկան շոր է, մի գարձիրով շոր է, սա շպրտել է, հիչ իրավունք ունենք շորից ծեղես սարս։ Չգիտեմ, ինչ կարում եք օգնեցիք, ծավը տալիս, ես բան չեմ ուզում, ես ասել եմ տալիս, 70 պենսիա եմ ստանում, տալիս եմ սա պետություն, նրանք ես չունեն մի կրավատ տայից պարդ։